Ընդհանրապես ամեն հոգևորականի կյանքում շատ կարևոր է զգալ իր օրհնության արդյունքը։ Երբ նոր էի ձեռնադրվել, ձմռան ցրտաշունչ մի օր, ինձ ասացին, որ պետք է մկրտություն կատարեմ 6 օրական մի երեխայի, որը մահամերձ էր, 40 աստիճան տաքության մեջ, բժիշկները այլևս որևէ հույս չէին տալիս, բայց հավատավոր ծնողները ցանկանում էին, որ իրենց զավակը մահանա իբրև քրիստոնյա։ 3 հոգի էին մասնակցում այդ մկրտությանը, ծնողները եւ կնքահայրը։ Չեմ թաքցնում, ես իմ կյանքի ընթացքում 6 օրական երեխա տեսել էի, բայց երբեք չեմ բռնել։ Եվ շատ դժվար էր։ Բայց ես սրտանց միասին իրար հետ աղոթք արեցինք, երբ ես երեխային ավազանի մեջ ընկղմեցի, հետո հանեցի, որ պիտի հանձնեի կնքահորը, այտս կպցրեցի երեխայի այտին, մեր ծնողները այդպես են անում, չէ, տեսնելու համար տաքություն ունենք, թե ոչ։ Եվ զգացի, որ տաքություն չունի։ Բայց քանի որ երիտասարդ հոգևորական էի, ծնողին ասացի՝ մի հատ դուք նայեք, տաքությունը ինչ էր։ Մկրտությունից հետո այդ երեխան արդեն շուտով չափահասության կմոտենա, 2 անգամ իրեն տեսել եմ։ Իրենք չգիտեին, թե ես ով եմ, ապրում են Ռուսաստանում, բայց հեռուստացույցով ինձ տեսնելով գտել էին եւ ինձ համար Grand Candy-ի կոնֆետներ էին նվերներ բերել։ Եկել էին շնորհակալություն հայտնելու։ Ես շատ ուրախացա եւ ասացի, որ դա ձեր հավատքի արդյունքն էր, բայց նաեւ ուրախացա, որ Աստված պահում է այդ օրհնությունը։